Ներքին գործերի նախարար, Հայաստանի Հանրապետություն, Եվրոպական միություն վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը հունիսի 29-ին մասնակցել է սահմանային կառավարման բարեփոխումներ եւ սահմանապահների կրթություն, դասեր Եվրոպական միության մոտարկման գործընթացներից թեմայով կլոր սեղան քննարկմանը, որը կազմակերպվել էր անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի եւ ներքին գործերի նախարարության համագործակցությամբ։ Նախարարը նշել է, որ սահմանների համալիր կառավարման բարեփոխումները կառավարության առաջնահերթություններից են եւ զուգահեռաբար Հայաստանի Հանրապետություն, Եվրոպական միություն վիզաների ազատականացման գործընթացի առանցքային ուղղություններից մեկը։ Նրա խոսքով ժամանակակից անվտանգային մարտահրավերները, անօրինական միգրացիան, անդրազգային կազմակերպված հանցավորությունը, մարդկանց թրաֆիքինգը, փաստաթղթային խարդախություններն ու նոր սպառնալիքները պահանջում են համապարփակ եւ համակարգված լուծումներ։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է արդիականացնել ներքին անվտանգության եւ սահմանների կառավարման համակարգը, հիմնվելով եվրոպական լավագույն փորձի, գործընկեր երկրների բարեփոխումների եւ միջազգային համագործակցության վրա։ Արփինե Սարգսյանը կարևորել է սահմանների համալիր կառավարման սկզբունքների ներդրումը, որը հիմնված է միջգերատեսչական համագործակցության, ռիսկերի կառավարման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման եւ միջազգային գործընկերության վրա։ Նա ընդգծել է նաեւ սահմանապահների կրթության եւ վերապատրաստման համակարգի զարգացումը, որը նախատեսվում է իրականացնել ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ազգային անվտանգության ծառայության գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանների համալիր կառավարման մոդելին, ոլորտի հիմնական դերակատարների համագործակցությանը, ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կրթական համակարգի բարեփոխումներին եւ ներքին գործերի նախարարության կրթահամալիրում սահմանապահների կրթության կազմակերպման գործընթացին։ Մասնակիցները նաեւ քննարկել են կրթական բաղադրիչի ներդրման ժամկետները, ոլորտի մարտահրավերները, զարգացման առաջնահերթություններն ու բարեփոխումների արդյունավետ իրականացման մեխանիզմները։ Քննարկվել է նաեւ Եվրոպական միության մոտարկման գործընթացների շրջանակում սահմանների համալիր կառավարմանը վերաբերող միջազգային փորձը, ընդգծվել ռիսկերի վրա հիմնված պլանավորման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման եւ վերլուծական կարողությունների զարգացման կարեւորությունը։ Դիտարկվել են օրենսդրական պահանջները, փուլային գործողությունների ծրագրերի վերածելու գործուն մեխանիզմները։ Կլոր սեղանին մասնակցել են անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի, Եվրոպայի եւ Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անթիե Ֆրիցը, ներքին գործերի նախարարության շահագրգիռ պետական մարմինների եւ միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։